Դուք գեղեցիկ կին եք, հետաքրքիր է, այդ զգացողությունը կնոջը ինչ է տալիս, ձեզ ինչ է տալիս այդ զգացողությունը եւ որքանով այն կարեւոր եւ օգնում է, խանգարում է, ինչ է անում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է։ Անկախ նրանից մեծաքանակ մարդ է դա բարձրաձայնում, թե ոչ։ Յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, բայց շատ կարևոր է, որ դու ինքդ գիտակցես, որ դու գեղեցիկ ես, իբրև կին։ Եվ կնոջ ուժը հենց այդ ինքնախոստովանության մեջ է կայանում։ Դու կարող ես դիմագծեր համաչափ չունենալ, կարող ես բարձրահասակ չլինել, մոդելային մարմին չունենալ բնավ, երկար մազեր չունենալ, ինչպես իմն է, ես միշտ խարոփեն եմ անում, բայց լինել գեղեցիկ ներսի քո զգացողությամբ եւ հենց դրանով դիմացինին տրամադրել, որ դու գեղեցիկ ես։ Եվ պարտադիր չէ իդեպ դիմահարդարվել կամ շատ կանացի հագուստ կրել կամ բարձրակրունկներով լինել ավեսպես ասենք։ Գեղեցիկը դա էներգիա է, որը դու կամ կրում ես, կամ չես կրում։ Եվ տղամարդն էլ ոչ թե ըստ իս, ոչ թե գալիս է դեպի տվյալ կինը, ոչ թե նրա համար, որ ես համաչափ դիմագծեր ունեմ կամ մոդելային մարմին, այլ հենց այդ էներգիայի ուղղությամբ է գալիս տղամարդը սովորաբար։ Ես հավատում եմ դրան։ Այլ հարց է, թե ժամանակի ընթացքում հետո ինչպես է հարաբերությունը ձևավորվում, բայց նորից հետ գանք կնոջը, կինը պետք է պարզապես կարողանա ինքն իրեն այնքան արժևորել, չեմ ասում էգոիզմի, եսասիրության, ինքնասիրահարվածության հասցնել դա, հակառակը առողջ էգոիզմի մասին է խոսքը։ Դու իսկապես պիտի կարողանաս քեզ առողջ սիրել, քեզ առողջ ինքնաբավության առողջ մակարդակի հասցնել։ Դրանք այնքան կարևոր նրբություններ են, շատ այսպես լուրջ շերտեր են պարունակում էլի իրենց մեջ, բայց յուրաքանչյուր կին ես վստահ եմ, որ գիտի այս ամենի մասին։ Գուցե ներսում, բայց արդեն ժամանակն է խոստովանել եւ գնալ դրան ընդառաջ, լինել գեղեցիկ ներսից։ Ասում են կրթությունը, չգիտեմ, մայրանալը, բանցնակ, իհարկե շատ կարևոր են այդ ամենը, բայց դրա հետ մեկտեղ գոյություն ունի այդ առանձին կնոջ համար աշխարհը, որը մի քիչ փորփրել, ինքդ քեզ համար բացահայտել է պետք ուղակի ու սկսել դառնալ դրա կրողը,